Բարև ձեզ, ձեր կարծիքով Արցախցին կվերադառնա Արցախ։ Ինչպես Արցախցին ինձ թվում է կվերադառնան։ Երբ ձեր կարծիքով։ Դե եթե բոլորը միասին հավաքվեն, բողոքեն, բան կանեն, թույլ կտան էլի, թե չէ որ ձեն չեն հանում, նրանք էլ առեցից օգտվում են, չեն թողնում էլի։ Այսօրվա մեր իշխանության վարած քաղաքականությունը տանում է դրան, որ մի օր Արցախցին կգնա Արցախ։ Չհասկացա։ Այսօրվա մեր իշխանության վարած քաղաքականությունը տանում է նրան, որ մի օր կտեսնենք դա, որ Արցախցին գնում է Արցախ։ Դե տա ես մի չասեմ, սրա քաղաքականությունը ուրիշ ձևի է вообще։ Ուզում եմ որ կռիվ չլինի, բան չլինի, համարժություն լինի, բայց դե նրանք էլ առեցից օգտվում են, դեն ձգձգում են էլի։ Ես չգիտեմ, ինձ էլ տնից հանել են աղջիկ ջան, տուն կվերադառնամ, թե չէ փողոցում եմ։ Այսօրվա իշխանության վարած քաղաքականությունից ենթադրելի է, որ մի օր կտեսնեք դա, որ վերադարձել եք տուն։ Ես ոնց ինչ տեսնեմ, երբ ոստիկանությունը մի սրիկա ստոր խափեբայի է լսում։ Ոչ մի տեղ արդարություն չկա այդ երկրում։ 79 տարեկան կին եմ փողոցում եմ հայտնվել, որ իմ բաժնեմասը կտակել եմ ծորանս վրա, որ տուն չունեն, անտերուդուս փողոցներում են։ Թորս է նստած է բերդում։ Այ դա իմ վիճակը, ինչ հիմա պետությունը ինչ չի լինի ինձ հետաքրքրում է, որ ես քնելու տեղ չունեմ, գլուխս բարձին դնելու տեղ չունեմ, ինչ անեմ։ Բարություն եմ արել որպես վատություն աղջիկս, որ իրա թորան վրա եմ կտակել այդ ամեն ինչը, նվիրաբերել, հանում է դուրս։ Այ խնդրեմ, հացս, ամեն ինչս առած դրսում նստած եմ, ուր գնա։ Արդարությունը որտեղ է։ Իմ մտածելակերպով պիտի վերադառնան էլի։ Իսկ այս իշխանության վարած քաղաքականություն տանում է դրան, որ վերադառնան մի օր Արցախ։ Չեմ կարող պատասխանել, պետք է վերադառնան էլի, ինձ թվում է մարդիկ որտեղ ծնվել մեծացել են, այնտեղ պետք է ապրեն էլի։ Հույս ունեք, որ կվերադառնան։ Հույսով ապրում ենք էլի, կուրս գտնանք էլի։ Ոչ, չեմ տեսնում։ Բոլորովին 20 տարի, 30 տարի հետո եթե կարողանան, այսպես կլինի։ Իհարկե։ Այսօրվա իշխանության վարած քաղաքականությունը տանում է դրան։ Հստակ չեմ կարող ասել քաղաքականությունը կտանի դրան թե ոչ, բայց կարծում եմ, որ պետք է հավատալ, հուսալ Աստծուն ամեն դեպքում։ Բոլոր իրավիճակներում պետք է հույսը դնել ոչ թե վարած քաղաքականության, այլ Աստծո վրա ու հավատում եմ, որ հավատացողը, ձգտողը անպայման կասնի արդյունքի։ Ճիշտ ասած, ադրբեջանցիների վրա վստահել ոչ մի բան չեն կարող, դրա համար էլ արցախցին դժվար վերադառնա։ Իսկ մեր իշխանության վարած քաղաքականությունը տանում է դրան։ Արդեն չգիտեմ, ուղղակի ամբողջ աշխարհի վիճակը շատ ահավոր է, որ ոչ չգիտես թե վաղը ինչ կլինի։ Հիմա մեր իշխանությունները ինչքանով են մեղավոր, չգիտեմ, որտեղ ներքին իրենց կուխնյային այդքան ծանոթ չենք, բայց ամենայն դեպս ամբողջ աշխարհն է խառնված իրար։ Ու որ մանավանդ այդ ազգի վրա ընդհանրապես ոչ մի վստահություն չունենք։ Ինձ թվում է այո, եթե բավարար պատշաճ անվտանգություն ապահովեն, իհարկե։ Տեսնում եք մոտալուտ ապագայում, որ կարող է լինել։ Մոտակա ապագայում ոչ, մինչև այս ամեն ինչը չվերջանա, չազատվենք այս սպառնալիքներից, բանից, չենք Որ սպառնալիքի մասին էր խոսքը։ Ադրբեջանի, մեր կառավարության, որոնք չեն ընդունում արցախցիներին։ Շատ բարդ հարց է, չեմ կարող պատասխանել, չգիտեմ։ Չեմ կարող ասել։ Շատ կուզենայի, որ վերադառնային բոլորը, մենք էլ օգնեինք, որ մեր հայրենիքը մնար մեր երկրի, այսպես ասած, տարածքում, բայց չեմ կարող ասել։ Իսկ այս իշխանության վարած քաղաքականությունը տանում է դրան։ Չեմ կարող ասել նույնը,
որովհետև չեմ հասկանում այս իշխանության։ Ընդհանրապես 4 վարչապետների իշխանություններն էլ ճիշտ ձևով քաղաքականություն չեն վարել։ Եթե ճիշտ ձևով վարեին, մենք այսօր այս վիճակում չենք լինի։ Դժվարանում եմ պատասխանել, բայց այն ինչ որ Արցախցին զգացել է այս վերջին իրադարձությունների հետ կապված, շատ կուզեն, իհարկե, շատերը կուզեն այն վերադառնալ, բայց եթե իհարկե երաշխավորվեր իրենց ապահովությունը։ Իսկ այսօրվա վարած քաղաքականությունը իշխանության տանում է դրան։ Ես քաղաքագետ չեմ, բայց չեմ կարող միանշանակ պատասխանել, բայց երևի թե ինչի հետ կապված։ Որ կվերադառնան արդեն։ Վերադառնալ չէ, ես հույս ունեմ, որ Արցախը կկազմի Հայաստանի մաս։ Դա հավատում եմ։ Շատ մեծ ցանկություն ունեմ, բայց Իսկ ակնհայտ քայլեր տեսնում եք, որ ուղղված են դրան իշխանության կողմից։ Ընդհանրապես քաղաքականության մեջ չեմ խորանում, չեմ հետաքրքրում, ոչ մի հույս էլ ոչ մեկի հետ չեմ կապում։ Հույսեր չեք կապում այս իշխանության։ Ոչ մի տեսակի իշխանության հետ հույս չեմ կապում։ Այդ քննարկվելի հարց է, աղջիկս երկար պատմություն ունի։ Հիմա որ ասենք այսօր կամ վաղը դա չլինի, հետագայում կարող է։ Իսկ այս իշխանության վարած քաղաքականությունը տանում է դրան, որ մոտալու ժամանակներում կարողանան արցախցիները Արցախ վերադառնալ։ Որ հզորանանք, բանակն ունենանք, մեր ժողովուրդը հանդարտվի, ամեն ինչ աշճանաբար կլինի, խի չլինի, մեր ժողովուրդը կռվող ժողովուրդ է։ Մի քիչ որ ամուր հիմքեր ունենանք, այո, կարող է եւ Որն է այդ ամուր հիմքը ձեր։ լավ շինարարություն ունենանք, տնտեսագիտություն ունենանք, ինչ ասեմ, ամեն ինչ որ շատ լավ լինի, երևի ամեն ինչ լավ կլինի։ Համբերություն է պետք ժողովրդին, մի քիչ իրար հասկանալ, իրար սիրեն։ Նրանք էլ են մեր ժողովուրդն էլ է մենք բոլորս տանջվում ենք, մտահոգ ենք։ Պետք է վերադառնան, եթե չվերադառնան, ուրեմն սիրանք հայ չեն։ Եթե մեր ուզելով լինի կվերադառնա, բայց ինձանից լավ եք հասկանում, չէ թե ինչեր են կատարվում։ Աստված թող օգնի այդ ազգին։ Աստված թող օգնի մեզ բոլորիս։ Անպայման։ Այսօրվա իշխանության վարած քաղաքականությունը տանում է դրան։ Այսօր թե վաղը չգիտեմ, բայց որ հետ կվերադառնա 100%։ Այդ շատ սաղ կախված է մեր ղեկավարների քաղաքականությունից։ Եթե շատ խելոք քաղաքականություն վարեն, հետագայում հնարավոր է, իսկ այս քաղաքականությամբ դեպի հեռանկարը չի երևում։